Սպասի դիլա հարցը։ Ինչ սխմեմ։ Երևի պետք է հակառակը անենք, հա։ Օ, մենք ջան ողջույն։ Ժողովուրդ, ովքեր on-line եք, մի հատ մի բան կասեք, տեսնեմ լսում եմ ես։ Մեկ, ալո, Որը չեմ լսում։ Չեմ լսում։ խոսում եմ, բայց Մի րոպե։ Ազիզ, Անելա բան։ Լավ, եկեք այս սենց անեմ։ Հələ մի հատ էլ խոսատիկ։ Մի հատ եք խոսակ, շո։ մեկ, ալո, Չի լսվում էլի, հələ սպասի։ բայց որտեղից պիտի լսվի։ Ոչ սենց է լսվում, ոչ սենց։ Աշկիս պետք է Չի լսվում էլի։ շատով անենք։ Հարցերը շատ Ստադինում։ պատահետի։ Ես HDMI-ն եմ միացրել, երևի ուղարկում է բան էլի։ Բայց չեմ կողմ։ Բայց չես կարում։ Redirect։ Կողմ։ Որ ինչ-որ բան լսվում աստ է։ Մեկ, Իբր թե այդ մանում, բայց կոմպից էլ է շատ վատ։ ալո, Ինչ-որ մի թեթև լսվում է, լավ։ որտեղից։ Okay։ Որ շատ վատ է լսվում։ Anyway, այսօր այս paper-ն եմ ուզում նայենք, որ փորձում է scaling low դուրս բերի task-ի համար։ Հա, եկեք ոնց որ շատ հեքիաթ չպատմեմ իրանց introduction-ի հեքիաթով քննարկենք։ Խնդիրը հետևյալն է, որ ուզում ենք ամեն կոնկրետ task-ի համար հասկանանք, թե ոնց է scaling low-ն աշխատում, ոնց է ցանցի պարամետրերի քանակը ու training data-ի քանակը ազդում կոնկրետ task-ի performance-ի վրա։ Այստեղ հələ որ ամեն ինչը LLM-ա, մեր իմացած ստանդարտ օրենքները, որոնք օգտագործվում են, հեսա կխոսանք դրանք որն են, task-ի performance-ի համար հարմար չեն, իրանք նախապես ոնց որ պատմականորեն նախատեսված են եղել language model-ի loss-ի մոդելավորման համար։ Ու ասում եմ մենք ոնց որ լուծումը գնալու է հետևյալ ձևով։ Երկու քայլ ենք ունենալու, առաջի քայլով փորձելու ենք կանխատեսել data-ից ու նեյրոնային ցանցի չափից կախված այդ task-ի համար loss-ը, ոչ թե ընդհանուր language model-ի, այլ այդ task-ի։ Եվ երկրորդ քայլով այդ loss-ը օգտագործելով փորձելու ենք predict անենք այդ task-ի accuracy-ն։ Okay, sense երկու հատ ոնց որ nested բանաձև է լինելու, էլի, այս առաջի բանաձևը տալու է loss-ը, երկրորդ բանաձևի մեջ դնելու ենք loss-ը, ինքդ մեծ տա accuracy-ն։ Ընդհանուր տրամաբանությունը այն է, որ մենք փոքր մոդելներ ենք train անում, այդ դրան ասում են louder models, որը պետք է չի երևում։ Select տարածած չի։ Հենց մի հատ կփորձեմ բան տանել։ Այն մյուս browser։ Կարող այնտեղ ուրիշ գույներով է կարողանամ ներկեմ։ Չունենք։ Ուղղակի ոնց որ այդ երկուսը կպցնելով իրար դառնում է scaling low task-ի համար։ Այստեղ կար չէ edit highlight, ես ինչ։ Ես ասում եի, որ այսպես մի հատ տերմին եմ ուզում շեշտեմ,
մի քիչ երևում է, չէ՞ արդեն։ Ladder models, այդ ոնց որ աստիճաններ է, հեսա մի հատ screen share-ս փոխեմ։ Կժին տեղադրել։ Լավ, ուսանք օքեյ է։ Այդ փոքր մոդելների վրա, որը ladder-ը, ինչի է ladder, ոնց որ աստիճան լինի, էլի, մի հատ մի քիչ փոքր, հետո մի քիչ մեծ, մի քիչ մեծ, մի քիչ մեծ, տենց ոնց որ աստիճաններով բարձրանում ես էլի։ Հա, բայց ոնց որ նպատակը այն է, որ այդ փոքր մոդելները ընդհանրապես ասած շատ քիչ compute օգտագործեն, այսինքն ես այն վերջնական մեծ մոդելս, որ պետք է train անեմ, ասենք դրա վրա պետք է 2 շաբաթ train անեմ, ուզում եմ scaling law բերեմ փոքր։ Հա, մի օրը հասցնեմ ճակատագրում, հետո դնեմ represent իրան։ Հա, հիմա իրանք ստեղ մի հատ բան են ասում, որ մեր երկու target մոդելները հետևյալն են 7 միլիարդանոց language model train արած 4 տրիլիոն token-ի վրա եւ 13 միլիարդ պարամետրանոց token train արած 5 տրիլիոն token-ների վրա։ Ասում եմ մենք նենց ենք անելու, որ այդ ladder մոդելների computational cost-ը իրար հետ լինի այն երկու հատը train անելու համար անհրաժեշտ compute-ի 1%-ից ոչ ավելը։ Այստեղ մի քիչ մախինաց է անում, չեմ հասկանում ինչի է 2, այն մյուս 2-ի գումարայինի 1%-ը հաշվում։ Ոնց որ տպավորիչ կլներ, ասեր 1-ի 1% է, էլի, բայց բան են արել, ինչ որ ֆիքսացիոն են արել։ Եվ հետո downstream task-երը իրանք multiple choice task-եր են։ Okay, այն դպրոցական հարցերից, որ 4 պատասխանա, դրանցից պետք է ընտրենք։ Մի քանի task-երի վրա ասում է, որ շատ լավ ստացվել է, հենց իրանց accuracy-ին error-ի 2%-ի ճշտությամբ ասում ենք, եւ մի քանի task-ի վրա էլ ավելի վատ ենք ասում, այսինքն այդքան հաջող չի աշխատում մեր մեթոդը, ու այդ փորձում է նաեւ բացատրի։ Նախնական նամյոկն է, որ այդ դժվար կանխատեսվող task-երը իրանք high variance են ունենալ։ Չգիտեմ, ուղղակի երկու target-ա փորձում մոդել անի։ Չեմ կարող ասեմ ինչի, հենց երկու։ Հա։ Երկու հատ մեծ ցանց ունի։ Կարող է այդ կախված է նրանից, որ այդ չափի երկու հատ մեծ մոդել կա, ինքը այդ է փորձում, ոնց որ տես մի հատ պահ կա, էլի, հեսա մենք ավելի լավ կնայենք։ Այդ մասը վստահ չեմ, որ լրիվ հասկացել եմ։ Ոնց որ այս չափերով մոդելներ արդեն մեկը train արել էր։ Ինքը ոնց որ ուզում էր հենց այդ դրանց էլ predict անել, էլի։ Մի քանի հետաքրքիր միտքեր կա, մասնավորապես ablation կա լիքը, որ ասենք արդյոք այդ 1%-ից պակաս compute-ով կարենք նույն բանը ստանանք, ոնց որ ասում չէ։ Եվ այլն եւ այլն։ Ուրեմն այս ոնց որ մի հատ ընդհանուր նկար է, task-ը MML ունա, գիտեք, երևի այն հարց ու պատասխանի task-ը։ Ասում է առաջին քայլով ես այդ task-ի loss-ն եմ փորձում predict անեմ։ Եկեք այս նկարները լավ հասկանանք։ Հա, այս ոնց որ scaling law-ի բոլոր հոդվածներում sense նկարներ կա։ Առաջին նկարում x-երի առանցքում token-ներ է։ Այս կետիկներից ամեն մի կետիկը մի հատ մոդել է։ Okay։ Ու բաները այս նշաններով կետերը որ կան, այս չգիտեմ քառակուսի պլյուս, եսիմինչ, այս նրանք այդ ladder մոդելներն են, փոքր մոդելներն են։ X-երի առանցքը լոգարիթմիկ է, այսինքն ինքը էապես ավելի քիչ է train անում, քան այն target մոդելներն են, հա, այս երկուսը այդ target մոդելներն են։ Այս նրանք այդ մանր մոդելներն են։ Հիմա այս գույնով որոշվում է պարամետրերի քանակը։ Okay, ասենք այս մուգ գույնը, մանուշակը, այս բորդոյա շագանակագույնը ինքը 190 միլիոն պարամետր է։
Orange-ը 370 միլիոն պարամետր է, որ պարամետրերի քանակը ավելացնում է, լոսերը լրիվ իջնում են ներքև։ Հա, ոնց որ scaling law-ն ինչ է, ինքը ֆունկցիա է երկու պարամետրից, d-ից ու n-ից։ Ոնց որ ստեղ d-ն x-երի առանցքում է դրած, n-ը գույնն է։ Okay, ամեն չափի մոդելը 4 հատ train-ը արել, դա լա հետաքրքիր թե քանի հատ։ 4 հատ train-ը արել, կետերը դրել է, ու այդ կետերը հետո պետք է fit անի ինչ-որ ֆունկցիաներով ու էքստրապոլացնի։ Ու քանի որ այդ բոլոր կետերը ինքը մի հատ երկու չափանի ֆունկցիայով է fit անում, որ համենից է կախված համ d-ից, ինքը կարող է էքստրապոլացնի համ այդ գծի վրա, համ կարող է էքստրապոլացնի գծից ներքև, եթե ցանցն է մեծանալ, ինչ կլներ։ Ասա տիպ։ Հեսա կխոսանք, հա, այդ ոնց որ կոնկրետ MMLU-ի համար լոսա հաշվում, թե ոնց էդի թեմա է։ Երկրորդը, ինքը ասում է այս բոլոր մոդելները, որ խոսացինք, այդ բոլորի լոսը դնում եմ x-երի առանցք, y-ների առանցքը դնում եմ task-ի accuracy-ին, տոկոսով արդեն, հա։ Ու այս քանով fit եմ անում մի հատ անճոռնի ֆունկցիա, որ ինչքան լոսը ցածր, այնքան accuracy-ն բարձր, չէ, դա տրամաբանական է։ Ասում այս տակի կետերով սրանցով fit կանեմ, հետո այս կետերի վրա կդնեմ։ Հա, որտեղ արդեն ես այստեղից կիմանամ, թե իրանք ինչ լոս են ունենալու, այդ լոսը կդնեմ ստեղ, կդնեմ ինչքան է տալի սև գիծը, հետի կդնի իմ prediction-ը։ Այդտեղ ես երկու բան կարամ անեմ, կարամ ստեղի լոսը բերեմ, ստեղի predict արածը, ու կարամ իսկական լոսը բերեմ։ Չէ՞ որ սխալի կուտակումա չէ գնալու, եթե ես առաջի քայլում սխալ գուշակեմ լոսը, երկրորդ քայլում վատա լինելու։ Թե այսի որ մեկի նկարնա չգիտեմ, էլ ես կարող է լավ case նկարա, որտեղ շատ ուժուր է error։ Ֆիքսած ինչ։ Այս երկուսն են իմ target մոդելները։ Մեկը քանի միլիարդ է։ 7 միլիարդ, մեկը 13 միլիարդ։ 7 միլիարդը train արած 4 տրիլիոն դատայի վրա, 13 միլիարդը 5 տրիլիոն դատայի վրա։ Այդ երկու կետերը ստեղ գալիս են այս կետը։ Ու ասում է, որ ստեղ task loss-ից accuracy predict անող է սենտիզը, սխալվում է մեկի վրա 0.3%, մեկի վրա 0.5%։ Հա, ստեղ մենակ loss-ից է կախված։ Առած են տնմես չէ, որտեղից է գալի պնդումները ստոր։ Ոտը պետք է ծենցնի։ Բավականին ախտումից տեխնիկն է կարող է իսկական ծեր ասլոսը որ ապօրինի հասկերից։ Հա, ապրես շատ լավ հարց է, այո, պնդումը էտա, որ այո։ Հա, սիգմոիդա մի հատ, հեսա կնայինք։ Fit անում էլ էլի։ Data point-երով, ստը լիքը data point ունի, չէ, տառնվազն 16 հատ։ Մի հատ սիգմոիդա fit անում։ Չարդինեք խի, դա ինքան լավ է հիմնավորած։ Գրացան, որ պրոստը մեկի վրա զուգամետի։ Եվ այս վերջի նկարը արդեն այս երկուսը սուպերպոզիցիա արած, հա։ Ձերից ձեր, եթե ես տոկերներս ունեմ, այն նրանով predict անեմ loss-ը, այն նրանով predict անեմ task accuracy, այն մի մոդելի վրա 0.7% error եմ ունենում, այն մի մոդելի վրա 1.3% error։ Այդ ճշտությամբ գուշակում եմ կոնկրետ MMLU-ի accuracy-ին։ Այս մի քիչ cherry pick է, որ մյուս task-երի վրա ոնց որ ավելի վատ է ալնում, բայց իրանք պնդում են, որ իրանք հենց MMLU-ն է պետք էր։ Հա, այս loss-ը ու այս loss-ը ամեն task-ի համար առանձին fit արվում։ Որտեղ էսի task loss-ը ոչ թե language model loss, այս էլ task accuracy է, դե առավել ևս։
Okay, մի քիչ պատմություն։ Ասում եմ language մոդելները թանկ են, դրա համար ոնց որ լիքը բան կա որոշելու, pre-training data-ի կառուցվածքը, լավագույն արխիտեկտուրան, լավագույն, չգիտեմ, հիպերպարամետրերը եւ այլ, ու ոնց որ լավ կլինի, այդ սա նախորդ կարողանանք predict անենք մինչեւ այն մեծ training-ը դնելու։ Այդ է այս ամեն ինչի մոտիվացիան։ Բայց դե ասում եմ ոնց որ կոնկրետ task-ի performance-ը small մոդելներից extrapolate անելը շատ դժվար գործ է։ Այդ որ դժվար է իմացել ենք 23 թվին։ Չգիտեմ ես ինչ հոդված է։ Ու ասում է ինչ որ մեկը փորձել է անի մի task-ի վրա, այնի երկու task-ի վրա, չգիտեմ ինչ, օգտագործել է 5% compute-ի ու ոնց որ այնքան է լավ չի, որտեղ պարզ է, չէ՞, 5%-ի տեղի հետ ասենք 50% օգտագործես, ահագին predict անես, էլի։ Բայց չի մոտ։ Compute-ը predict անել։ Ու շատ կայֆ է, որ ոնց որ ես մի հատ reference-ա տալի, թե ինչքանի կարած ձգտես, էլի։ Այս դրա համար այս հոդվածը շատ դուրս կան։ Individual task performance ենք լուծում, այդ individual ինչի անընդհատ շեշտում, որովհետև ոնց որ language model-ի perplexity-ն ընդհանուր loss-ը ինքը հաճախ կարելի է մեկնաբանել որպես համարյա սաղ փաստերի միջի։ Այսինքն եթե ցավը այսպեսի որ փաստերը ապա բաղուտ են։ Դա էլեկտրոն է։ Որպես ամենից սիրալ օքեա պրոբլեմը։ Հիմա ոնց որ ամեն առանձին task-ն է, որ պրոբլեմատիկ է։ Okay, մենք փաստորեն այդ նույն բանն ասում, մի տոկոս ֆորմատ ելնելու ranked classification, հեսա կասեմ այդ ինչ է, այդ հարցի պատասխանելու ձևն է։ Այս two-step-ը արդեն ասեցի, եւ ինչն է կարևոր, որ մենք ասում եմ այս հոդվածում գնալու ենք դեպի overtrained regime, overtrained regime-ը այնա, որ դու SQL-ի օրի Եթե դու պիտի դիժայն կարող բացել տարբեր չափի ստացելով ու տարբեր չափի դատաներ։ Պրոգրամին դատա չափը նախինից հայտնի է, որ այդ մանրադեպերը ունես։ Դու կարող ես ամեն ինքնի համար օպտիմալ կոմբինես։ Որովհետև օպտիմալ չի, որ բոլոր կոմբինացիաները որակական են։ Էլիկուլեի զարգացում տարբեր է։ Դրա համար, եթե դու օպտիմալը գիտես, բայց ռելես անում օպտիմալից շատ գրակայով, այդ դրանք ստար overtrain։ Այդ չի անում, ստորելան անուղեի օպտիմալը պետք չի շատ։ Որովհետև շատ դաժա, վաղը պետք է փոքր մոդել, որ իրարից արել է։ Այսինքն, պետք է պատրաստած բերելի դրանց ասել անիմաց շատ ասան։ Այն համար իրան սունդել մի ոտիկաս, դա զարաշպրեք է։ Բացա, եդի դագա չլի է, պարագա չլի։ Իգոն պտատոքան։ When overtrained regime, that is fun. Do optimize, share nice. Thank you. Կարծեմ ինչ որ գրականություն կա, որտեղ այդ overtrained-ի վրա ինչ որ բաներ ցույց կառնվել, բանալը չէ։ Այլական, ստեղ իրան ցույց ննվալը։ Այսօր բոլոր մեծ ստացել overtrained-ը։ Ինչ բանալը է, փոքր չէ։ Շոտ on հանդիպել։ Okay. Այս էլ է դա հավվում է, որ հիմնականում overtrained է։ Ուրեմն ասում եմ մենք ինչ ենք անելու,
մենք task loss-ն ու accuracy-ն հաշվելու ենք մի շարք փոքր մոդելների համար, պարամետրեր լինելու է 190 միլիոնից 1.3 միլիարդ։ Այս մեծ շատ ծանոթ թվեր է, հա, մենք 1.3 միլիարդ հանգիստ train անում ենք։ Դատան լինելու է optimal-ից մինչև 10x optimal, այ մենք սս բաներ չենք անում, այս շատ է, և գումարային լինելու է 1%։ Task-երը ու, ահա, գիտեմ չինչիլայից դժգոհ չեն։ 8 հատ task ենք վերցնում, դրանցից 4-ի վրա ասում է շատ լավ ա եղել, 2% error-ի կողմերն ենք, մնացած 4-ի վրա մեծ ա եղել error-ը, հեսա խորանանք, կհասկանանք, այդ ոնց կարայինք զգայինք։ Հետո վերջում ինչ-որ անալիզներ ենք անելու։ Հա։ Հա, հա, հա։ Շում ես վերջ երկու սեկցիան ինչ-որ անալիզները կփորձենք հասկանալ։ Մի անգամից անցնում ենք set-up լինել, չկա related board, չգիտեմ ու։ Ունենք n, իլա ինձ թվում է այս հոդվածից հետո էլ պետք չի լինի կարդալ չինչիլան։ Եվ d, n-ը ցանցի պարամետրերի քանակն է, d-ն token-ների քանակն է, որով train ենք անում։ Ուրեմն մենք ինչ ենք անելու։ Այ էսա որ մի քիչ վատ եմ հասկանում, այս Olmo 2-ը մի հատ super open source language մոդել է։ Չէ նշանակում super open source։ Ասում է Olmo-ի ինչ-որ stage-եր ինքը ունի, որ ես չգիտեմ, կա stage 1 pre-training և stage 2 annealing, դրանց անանքում ավեստրատ %% մոդելները այդ լավ չեմ հասկանում, ամենայն դեպս դրանցից մեկը 7 միլիարդ պարամետրանոց մոդել է 4 տրիլիոն token train արած, այն մյուսը 13 միլիարդ պարամետր մոդել է 5 տրիլիոն token train արած, երկուսն է սկսել են 0-ից ու նույն դատա միքսչրով է, նույն դատայից է sample եղած էլի, այդ տրիլիոնները։ Սրանց անունը դնում ենք target models։ Ուրեմն այս ֆորմատի մասին հեսա էլի կխոսանք, ու в общем այսքանը արդեն մի քանի անգամ ասել ենք, որ երկու քայլով է հարցը լուծելու։ Չէ։ Հա։ Այդ լավ հարց է, instruction tuning-ը ինչա փչացնում եւ այլն։ Այդ շատ լավ հարց է։ Ուրեմն, որոնք են մեր ladder մոդելները։ 190 միլիոն, 370 միլիոն, 760 միլիոն, 1.3 միլիարդ, այսքանա պարամետրերը։ Ամեն մեկի համար, տեսեք, չինչիլա օպտիմալը չի էլ դրել խորացե հաշվել, ասում են հոդվածից գնացեք արդացել եմ, որ չինչիլա օպտիմալ պարամետրը magic number-ը, որ պարամետրերի քանակը, ասենք եթե 1 միլիարդ է, ուրեմն 20 միլիարդ token։ Եվ դատայի առանցքը այս 4 թվերն է։ Ուրեմն եթե C-ն օպտիմալներ, ապա ինքը անում է մի հատ օպտիմալ, մի հատ 2 օպտիմալ, մի հատ 5 օպտիմալ, մի հատ 10 օպտիմալ։
Դա overtraining, այս ոնց որ optimal training-ն է, այդ երկը overtraining է։ Էլեր scheduler-ը, հեսա կերևա։ Հուսով եմ կպատմի։ Ստացվեց ընդամենը 16 հատ մոդել, այդուհետև ես կուրսադրող եմ։ Որ մեկ է կանանք 16 հատ ոչ շատ train արած մոդելներ են։ Ուրեմն այստեղ մի հատ տարօրինակ բան անում, ասում է ես փորձում եմ արանքի checkpoint-երը պահեմ։ Այս շատ տարօրինակ բան է։ Երևի մի քիչ հետո կասեմ քիչ, որտեղ ոնց որ արանքի checkpoint-ը ինքը դեռ չի հարվում, որ այդ համալրացումն այդքան փոխելու train արած։ Ապա նայեք, եթե ես ուզում եմ train-ը իրան միլիարդ խոթել, ուզում եմ միած train-ը 5 միլիարդ։ Եթե իմ learning rate schedule-ը ասենք կորսինոց է, ես պետք է այդ երկու սահման գնահատի train-ը, որը դրել մի միլիարդ train արածի մեջ է checkpoint-ը, learning rate-ը մի շորեն կողացում։ Կարմար Աղի ես առաջի տեսը ես միգար հենց այդ կամպին այսինքն այս որ ինք ասում է we save intermediate checkpoints every steps այդ checkpoint-երը վտանգավոր է օգտագործել որպես քիչ դատայի դեպքի համար դրան այս մարմնությունն է տալիս ոնց որ թե հա ու հեսա NWSD protocol-ից ընդհանրապես այդ դրա ինտուիցիան է նա որ learning rate-ը իջացրած չի Okay Ուրեմն այստեղ մարդիկ շատ բարի են գտնվել ու բոլոր հիպերպարամետրերը գրել են տեսեք ոնց որ մոդելի չափը փոխելով տենց ամեն ինչի համար ոնց որ scaling law լինի հա քանի sequence-ա byte size-ում մոդելի չափից կախված փոխվում է փաստացի նաև token-ները training-ի քայլերի քանակը data-ի բաններ հա էշտեր 20 անգամ պարամետրերներ նու 20 անգամ պարամետրեր բաժանած byte size էլի հասկանում եք չէ՞ մատնում կա peak learning rate-ը հետաքրքիր է որ ցանցը ինչքան մեծանում է այնքան այս թիվը իջնում է Yes. Հնարավոր է բայց մեկը այսի չի բռնում չէ Այդի հետաքրքիր է ինչի են տենց արել ու ինձ թվում է իրանք չեն արել այդ երևի այդ Olmo-ի training-ներն է սենց եղել ոնց որ իրանք էս սրանք են արել ինչ դե էս սրանք իրանք 0-ից train են արել իսկ էս երկուսը ինձ թվում է վերցրել են էլի train չեն արել եթե ճիշտ եմ հասկանում հեսա մի հատ գնայինք ինչ որ մի թեթև բզբզացել են մեկի վրա բայց այսինքն օրիգինալ Olmo-ն ոնց որ չէր հարգում այդ բաները էլի Okay Հիմա տիկոյի հարցը target մոդելները train են եղել cosine learning rate-ով linear warm-up որտեղ learning rate-ը իջնում է մինչև peak-ի 10%-ը ընդ որում այս նախադասությունը շատ վախենալու է որ ասում է over a horizon of 5 trillion tokens որտեղ են մի մոդելը 4 տրիլիոն է train եղել եթե նրա learning rate schedule-ը նենց էր դրած որ պետք է 5 տրիլիոնում
Ասենց գրած։ Մեր ladder մոդելները նույն բանն են անում, ասում է։ Ուղղակի decay հորիզոնը միշտ փոխում ենք մեր data size-ով, այսինքն որ մեր ինչքան data ունենք, դրա վերջում լինի learning rate-ի 10%։ Okay։ Հետո ստեղ մի հատ բան ասում, որը վատ եմ հասկանում, ասում է այդ հորմոններից փոճուրը իրականում 4 տրիլիոն չէին հասցրել, 3.9 տրիլիոն էին հասցրել ու նորմալ decay չէին արել ստերևույթին, դրա համար ասում եմ մենք վերցրել ենք additional 50 միլիարդ token-ի վրա linear decay-ով LR-ը իջացրել ենք։ Ոնց որ այս մոդելը ստերևույթին Olmo-ի release արած, ինչ որ կիսատ պրատ ա եղել էլի։ Այն վերջի decay-ը նորմալ չեն արել, ասում եմ դա մենք արեցինք։ Էսի մի քիչ փաստում է հոդվածը։ Բայց չգիտեմ, կարող է նաև սիրունացնում է։ Learning rate-ը խնդիր կա, հա, просто learning rate-ը հարց է։ Այդ database-ի հոդվածը ասում է, որ բանը դեռ շահը։ Եթե այդ բացը համարամից որոքելա, շահը։ Ոնց որ էլ ավելի overtrain անես են։ Ուրեմն ստեղ հղվում է ինչ-որ մեկին, թե ինքը ոնց է որոշել learning rate-ը, batch size-ը, warm-up step-երը։ Հա, դա ինչ-որ մարդիկ արել են, գրել են ոնց են անում։ Ստեղ շատ նորություն չկա։ Compute-ի բանը, այս բանաձևն է պետք լավ հիշել, որ համարվում է, որ ոբշեմ տրանսֆորմերի համար դրես անգամ հայտնել են այն բանը տրանսֆորմերը նկարների համար հոգեյի չափը ենթա ունեցել բարություն։ Ուրեմն ladder մոդելների վրա օգտագործվել է 10-21 աստիճան flops 5 հատ, հա, որը 7 միլիարդանոց մոդելի 3%-ն է, իսկ 13 միլիարդ թանոց մոդելի 1.3%-ն է, որտեղ այս 13 միլիարդանոց մոդելը արդեն 10-23 աստիճան է, էլի շատ մեծ է դառնում։ Ու որ այդ երկուսը գումարես իրար, ելնում է 1%։ Բայց ոբշեմ այդ 1.5%-ը հետաքրքիր target է, էլի կարելի է համարել, որ ոնց որ compute-ի final մոդելի compute-ի 1.5% ինչ է։ Հա, բայց այդ չինչինայի օպտիմալը ստեղ ոչ մեկ չի ասել, որ օպտիմալ են։ Ընդհակառակը ինքը
Սս նայում ես, սպես չեսի։ Էլ չանենք։ Հա, իրականում է GPT-ները բանը հաստատես լավ արեմ։ Հիմա այս ամենի ինչ դարձնել։ Որ ապտիկը հաստատ ակնշի կողմը դե Դառնու տարած։ Ու ամենաբարձրը նշանս փոյի է։ Դե այո, դրամը ստեյինգը։ Սորտորելը Հիմա գանք հետաքրքիր մասերին։ Multiple choice task ունենք, ոնց ենք սահմանում task loss-ը։ Ուրեմն negative log likelihood of the correct answer sequence divided by its length in bytes. Okay, վերցնում ենք ճիշտ պատասխանը։ Եկեք բանը նայենք։ Էսա։ Հարց. A woman is outside with a bucket and a dog. The dog is running around trying to avoid a bath. She. 4-ը տարբերակ է, ճիշտ պատասխանը C-ն է։ Ինքը ոնց է հաշվում այս task-ի loss-ը։ Ասում է, արի Գրեմ ասել, ում C-ի արժեքը հեսան է մտել։ Այսինքն, իմ հարցը է, բայց ես task loss հաշվում եմ հետևյալ կերպ, այս սրա վրա, այս կանաչով նշված բառերի վրա negative log likelihood-ն եմ հաշվում ու բաժանում եմ այս բառերի քանակի վրա, ոչ թե token-ների քանակի վրա։ Ինչ Գտարը չդիտանելու համար ինչ loss-ա, ոնց որ teacher forcing եմ անում ու հաշվում եմ loss-երը։ Այդ բաժանում եմ տարերի քանակի վրա, ասում եմ էսի task loss-ն է, այս sample-ի վրա։ Ճիշտ պատասխանի վրա։ Loss-ը մենակ պատասխանը ու այս աստեղ մի հետև քննարկում անելու սրա հետ կապված, սպասեք առաջ չմնեմ։ Այս հայտնի է այս sense termin կա bits per byte։ Այդ negative log likelihood-ը յանի bit է։ Formatting-ը հասկացանք եւ տեսեք reduces the impact of tokenizer, չի ասում ոնց որ eliminates, ասում reduces, ու ասում մեզ թվում է, որ այն հոդվածում, որ գրել ենք normalized NLL per char, էդի նույն բանն էր, այդ anticipate բառը շատ լավն է, հետո ասում եմ մենք կքննարկենք, թե ուրիշ ոնց կարայինք այս task loss-ը հաշվենք, էսա, հետաքրքիր հարց, օրինակ, ասում եմ կարող է սխալ պատասխաններն էլ պետք է մի ձև ներգրավեինք task loss-ի հաշվարկի մեջ։
որտեղ մենք մենակ ճիշտ պատասխանի լոսը հաշվեցինք։ Ու ասում է որոշ դեպքերում դա օգնում է իրոք։ Բայց քանի որ մեզ հետաքրքիր է MML-յուն, մենք overfit ենք եղել MML-յի վրա, որը մենակ ճիշտ պատասխանն է օգնում։ Որտեղ ինքը պրինցիպի accuracy-ն իր կախված է նաև մյուս տարբերակներից։ Հիմա task accuracy-ն ոնց եմ հաշվում։ Ուրեմն task accuracy-ի ձևերից մեկը այն է, որ ես հենց այս ձևով, ոնց որ այս C-ի հավանականությունը հաշվեմ։ 4 տարբերակները տամ, ասեմ answer, ու սպասեմ, որ ինքը այ Սովորաբար անում է, էլի sense։ Բայց տեսեք ինչ կոմենտ է ստեղ գրած, որը իմ համար շատ ուսանելի էր։ Իր արածը այդ չի, ինքը անում է այսպես ասած ranked classification, որը աշխատում է sense 4 պատասխաններն էլ լերթով գնում են մեծ Այն պատասխաններն դրում դա C-ի Adam çok haklıydı. Ama bir bir soru. O nine glory also have now enter the purpose in prediction. Evaluation ժամանակ ես այս հարցը գրում եմ պատասխան մեկը ճպտում եմ հաշվում եմ loss-ը պատասխան երկուսը գրում եմ հաշվում եմ loss-ը պատասխան 4-ը գրում եմ ու նայում որի վրա ցածր loss տվել ցածր ճակերտի տվեց ուրեմն այդ իրականացում ամենահավանական պատասխանն է ասում ուրեմն մոդելի պատասխանը է կամ կարամ ուղիղ հարցնեմ 4-ն է գրեմ ասում տաղրաստան այդ 4-ը գրեմ ասեմ տաղրաստան կոչվում է MC իսպեսի կոչվում է RC մենք ընտրել ենք rank classification-ը ոչ թե multiple choice-ը այս ոնց որ հարցի պատասխանը ընտրելու ձևերն է ասում է այդ в общем երկար ուսումնասիրված է եսին որտեղ կարաք գնաք կարդաք եւ ստեղ մի հատ golden comment է գրած ասում է RC-ին, որը մենք օգտագործել ենք շատ լավ ցույց է տալիս մոդելի Mr. MC մենակ վեստը հրա սուպոր մոդելը չի բարը Իշերի տորտալերն շտարի կողմը ասի կարող է կոյնը ասել ալոդեր մանը ալոդերանի անտեր դեպորմուս էի ինտարս օգրես չտերը ես ինտարս ստարալի օգրես օգրես մոդելը ասի զուգիա չափենք, որը բոլոր սկեյլերում աշխատում է։ Okay. Մի հատ էլ evaluation ասում է ոնց որ մենք հաշվելու ենք թե target մոդելի իրական accuracy-ից քանի տոկոս ենք շեղվել։ Բայց նորմավորած actual-ով էլի, այսինքն եթե իր accuracy-ն իրականում 30% է, մերը 29-ն է եղել, էսի կտա մեկը բաժանած 30 անգամ 100 էլի։ Այս ինչ-որ մետրիկա է relative error։
Task-երը, ուրեմն ունենք 8 հատ task։ Այս կարևոր է ասա։ Եվարի ժամանակի դերվարես։ Դու գրանցում ես ու ամբողջ կողմից դրանք բացում են։ Մեկ դոկտորս։ Այսինքն ասում եմ Հենց էս է։ Այ ճիշտ պատասխանի վրա այս է։ Ճիշտ պատասխանի վրա negative log likelihood-ը բաժանած պատասխանի երկարությունը։ Տավարներ չի որ այս հասցի գրել աշխատում է, որտեղ loss accuracy տանը դրել։ Դա ուսիկան իստումը գարնը դրանում է, որ loss accuracy դրել ֆորկաստված է, այս հասցիը դες կարող է դա։ Իստումը նույն հասցիը որ դեռնից loss հասցել որ դրանում է ուսիը ֆորկաստված։ Իստումը իրանք ճիշտ նույն loss-ն են ասում։ Դու նայում մալայում Նշանակում է, որ մենակ ճիշտ պատասխանի perplexity-ն արդեն okay է accuracy predict անելու համար։ Բայց ոնց որ դրա ablation պետք է լինի, սա կհասկանանք։ Task-երը, ուրեմն 8 հատ տարօրինակ task է, մեկը MML-ուն է, մեկը ARC ինչ որ վերսիա է, ARC easy, question answer-ներ, եսի ինչեր, ու սենց մի հատ բան է գրած, շատ հուզիչ, որ ասում է այս երկու task-երը չի աշխատե։ Հետո չենք է ներառե, որովհետև ասում է ladder մոդելների վրա monotonic scaling չենք տեսել։ Այսինքն դնում ես փուջու 4 հատ մոդել ես train անում։ Այդ հատիկը չի է, բավական։ Բայց չի շարժ չեն գալիս։ Ինչեր արդ ասկի։ Երևի որ ճարտ։ Ճարտը դեպքերին անել չէ, monotonic scaling չեմ տեսել։ Կարող ապասով լավ է, չի գցի։ Բայց դա շարժ պատկեր։ Normalde es un manchín ni que te sentí es que vivamos en Chile por este ver y viene en casa se le cansé en Chile por eso me eché el pan pues por ver que es soy chingamos soy super y para mí sí Your body breath, data leak, something different. That's one that I'm signing you on the image, putting scaling checkers. Հասկացա ինչ ես ասում, okay։ Okay, ինչ ես ասում։
Մեր մոտ այդպես խնդրեմ եղել է, Այս ինքերը դուրս է կապել խորից, արդեն ցի prediction-ները վայ։ որ առանց վիրուս Template-ները չի արել։ Այս չափը 9-ա, այս չափը 3-ա, այս 8-ա, այս 1-ա։ Ես իմ լսի։ Ոնց որ ստեղից ստեղ լավանում է, ստեղից ստեղ լավանում է, այ էտա վատ, որ ստեղից ստեղ չի լավանում։ Հա, օքեյ։ Օքեյ, այսինքն այո, լինում է դեպքեր, որ աշխատում է լավել, նորմալով փրկում կա, բայց ոնց չի։ Եվ հետո մի քիչ կխոսանք դրա մասին։ Այստեղ ինչ-որ նյուանսներ կա, test set-ին ոնց է անում, դե 5 shot բաներ կան, որ ոնց որ մի քանի հատ պատասխան, մի քանի հատ հարց prompt-ում գրում ես, էլի ոնց որ in context learning ես անում։ Դες բաները օգնում է հաճախ։ Հիմա ոնց որ վերջապես եկեք բանաձևերը նայենք։ Ուրեմն այս բանաձևը, որը տեսնում եք, ինքը scaling law-ի բանաձևն է, որը գալիս է Chinchilla-ի հոդվածից։ Chinchilla-ի հոդվածը այս հոդվածն է, էլի, ոնց որ Hoffman-ի հոդվածն է, բայց իրան ասում ենք Chinchilla, որտեղ մոդելի անունը մեջի Chinchilla է։ Ինչ։ Մոդելի անունները իստում է ինչ-որ տենց իշպն։ Այդ DeepMind-ի 22 թվի լավ ախտերն են։ Ուրեմն այս բանաձևը ինչա գրած ժողովրդի ամենակարևոր բանաձևն է։ Ինքը ասում է, որ loss-ը կախված է պարամետրերի քանակից, դատայի քանակից, հետևյալ բանաձևը։ Մի հատ ինչ-որ կոնստանտ է, որը E է գտնում, որ տագնապում է էնտրոպիան, որտեղ մենք մոդելի Yes, yes. Այս ասում եմ, որ ինչքան պարամետրերի քանակը շատ, այնքան լավ loss-ը քիչնի, բայց ոնց որ բարձր որ անվերջ չի իջնի, այնքան կհասնի մինչև 3։ Այսօր ասում եմ ինչքան data շատ այնքան քիչնի։ Ու այս սրա գործակիցների համարում որոշ։ Սրա գործակիցները շատ կախված են data-ից, համավոր կախված են մոդելից։ Այս բանաձևը Chinchilla-ում իրենք դրել են իրանց ունեցած տեքստային կորպուսների, իրանց ունեցած ցանցերի համար, հետո աղջիկային նորմերից հոդվածում կա տեսնան փորձել անել տարբեր մոտալիտետի համար կա սայնի համար բանա օգի համար ուրիշ ասում եմ մենք պոստուլատ ենք դնում, որ
նույն բանաձևը կիրառելի է task loss-ի համար։ Որտև այս բանաձևը սարքած էր ընդհանուր ցանցի perplexity-ի համար։ Ասում եմ, հետո կփորձենք այդ validate անել ստուգելով, թե ինչքան լավ բռնեցինք։ Ոնց ենք դա անում։ Տիգրանի երեկվա հարցը։ Մենք վերցնում ենք բոլոր ladder մոդելների, այսինքն 16 հատ ladder մոդել ունենք։ Վերջին checkpoint-ը ու ամեն checkpoint-ի համար ունենում ենք այսպես եռյակ, չէ՞։ Ամեն վերջին checkpoint-ի համար ունենում ենք n-ը ինչքան էր, t-ը ինչքան էր, loss-ը ինչքան էր։ Այս 16 կետով այն բանաձևի 5 հատ անհայտը fit ենք անում։ Okay։ Ոնց ենք fit անում։ Էլի հետևելով այդ բանի արդյունքներին, այնտեղ վերցնում են դրա լոգարիթմը, տենց ինչ որ ավելի հեշտ է ալնում fit անել։ Հաշվում ես ոնց որ քո prediction-ի ու իսկական loss-ի լոգարիթմների տարբերությունը, այսինքն մի հատ անճոռնի loss-ով են Huber-ի ֆունկցիա կա ասես։ Huber-ը ոնց որ 0-ին մոտ L1 է, ոնց որ գծային է։ Մի քիչ հետո դառնում է քառակուսային։ Ասում եմ, արունակ loss-ը։ Դելտան այդ բանն է, թե երբ է դառնում քառակուսային, էլի, հա։ Ուրեմն տրանսֆորմացիաներ ենք անում, այդ սաղ գործակիցներն էլ ենք փոխում ոնց որ log b, log ենք անում եւ օգտագործում ենք այս անճոռնի օպտիմայզերը, որը կարող է հիշեք BFGS-ը, տենց երկրորդ կարգի օպտիմայզերը, LBFGS-ը։ Եվ ի տարբերություն Արադյանի անում են SciPy-ով։ SciPy minimize-ը ունի սրա օպտիմայզեր, Տիգրանը դա փորձում էր անել PyTorch-ով։ Այս գործակիցները դնում են, այս constraint-ները դնում են, որ այս բոլորը լինեն մեծ կամ հավասար 0-ի, այս պայմաններում ասում է այս ֆունկցիան այս սրանից կախված իրականում convex է, հետեւաբար այս LBFGS-ը կսովորի։ Զուգամիտի մի հատ լավ լուծման։ Չգիտեմ։ Տիկ քանի կետով էր fit անում է սրան։ 16 կետ որտեղից մեզ։ Ամեն մոտ մի հատ էլ առանցք կա n-ից d-ից բացի։ Ինչ էի ասում անցուները։ Այդ իպստը պետք չի։ Հեսա կօգտագործի, շատ տարօրինակ տեղում։ Ուրեմն ստեղ մի հատ այսպես տարօրինակ բան է անում, համարյա քո հարցի պատասխանն է, բայց էլ լրիվ չէ։ Ասում է, արի վերջի 5 checkpoint-ի միջինը վերցնեմ։ Task loss-ը լինի վերջի 5 checkpoint-ով task loss-երի միջինը։ Իրականում noise-ն է անում, էլի ոնց որ։ Այստեղ մի թեթև օգտագործեց այդ checkpoint-երը, բայց հələ շատ չէ։ Ասում եմ ոնց որ նախապես ասեմ, որ բոլեմենի աշխատել է, հետո ավելի մանրամասն կնայենք։ Այս հետաքրքիր հոդված գրելու տեխնիկա է, որ ոնց որ մեթոդը պետք է նկարագրի, հետո նոր results-ը լինի, բայց մի հատ results preview է անում։ Ոնց որ հոգեբանորեն պատրաստվում է, էլի։ Այս ամենահուզիչն է, որը ինձ թվում էր այս հոդվածի նորույթն է, այնը պարզվում է այդ արդեն արել էին։ Ասում է, եթե ես գիտեմ loss-ը, task loss-ը, եկեք դուրսի մոդելը անենք։ Տիկրը տես քանի հատ գործակից է խառնում։ Մի հատ
Սիգմոիդի վերելին մի հատ մի բան։ Մի հատ գործակից որ պլյուս պլյուսով կառավարի։ Մի հատ էլ այս y-ի մինուս մի բան պետք է լիներ, այս դրա մեջ է գծային կոմբինացիա անում, մի հատ անում, մի հատ դի, այս չորսա պարամետր ուզում, որով լոսից մատանի եկորով։ Եթե անուղղեն չլինի, եթե անուղղեն չլինի, այս կարճ է ասնի մենք։ Եթե մի հատ այլով ես, ասում է, ինչի ենք ընտրել sigmoidal function։ Ասում է, դե, որտև թույլ մոդելը ունենում է բարձր task loss, և ուժեղ մոդելը ունենում է ցածր task loss և բարձր accuracy, որը պետք է 100%-ի վրա saturate լինի։ Այսինքն, մոնոտոն ֆունկցիա է ընտրել, էլի, ոչ մի խելոք հիմնավորում։ Ինչ։ Հա։ Բայց ոնց որ չկա շատ բան, էլի, խելք տակը։ Այդ ինչ բան է։ Չէ, որտեղ եթե փոխում ենք շնորհանալու ստեղծումը կամ երկարացնումը, չէ։ Դեն ինքուբատի շիֆտ։ Ստացվում է իր մաքսիմումն է կարող հասցնում մեկի, բայց ինչ նշանակում է նույնպես։ Հա, որովհետև ստացվում հավանաբար դրանում։ Սա չի որս, չէ։ Ինչ։ Չհիշում եմ, բայց շատ կարա հանգիստ լաման լինի։ Եթե մի երկու էջ էլ գնանք, ուրեմն լաման է։ Հա։ Թուղթ են փչացնում էլ։ Հա, կարող է ինչ-որ բիբտեխի ֆորմատ է, որ պարտադրում է բոլորին, I don't know։ Հասա, չէ, չեք հասա։ Ուրեմն, այ ստեղ է օգտագործում այդ մյուս checkpoint-երը։ Ասում եմ, մենք հասկացել ենք, որ տարբեր ladder մոդելներից դուրս եկած L-ի accuracy-ի կետերը միևնույն sigmoid-ի վրա չեն։ Դե հետաքրքիր նյուանս է։ Հիմա սա ոնց ենք fit անում, ուրեմն վերցնում ենք արդեն, այս է մի քիչ վախենալու էլի, արդեն բոլոր intermediate checkpoint-երից էլ է վերցնում accuracy հաշվում։ Այստեղ օգտագործում։ Կետերի քանակը կտրուկ շատացնում է։ Ոչ միայն final mode checkpoint-երն, այլև արանքի checkpoint-երը, դրանցով մեկը կարամ հաշվեմ task loss, մեկը կարամ հաշվեմ task accuracy, չէ։ Այդ սա վերցնում է, հաշվում է, ստանում է մի 1000 հատ կետ, որով են 4 խեղճ պարամետրերն է fit անում։ Ամեն downstream task-ի համար իր պարամետրերն է fit անում։ Պարամետրը fit անում սենց չորուցամակ accuracy բանաձևն է դնում,
ու ասում է այս այդքան հաջող ֆունկցիա չի, որ LBFGS անենք, դրա համար non-linear least squares մեթոդով ենք անում SciPy optimize curve fit։ Հա։ Nice. Also, you saw very much take on there. Daily lost. Problem chosen. Also, the zero formula from the other thinking. The variable looking at it is the first model. The answer is not used value. And the lowest is the standard. There are not shared values. Step enough at also make up. Either the one also or to receive. Also, the second any days that which will be. I should not was actually what you. That's very also make the answers estimate color. But estimate make out just that is the numbers. They don't estimate on each change on Epsilon անկապ թիվայից է։ Այս երկրորդ ֆիթը առանձին ֆիթ է այն estimation-ի կանխում է։ Հիմա ասում ես տեղել կա noise, որտեղ checkpoint-ից checkpoint շատ է դղրդում։ Դրա համար մենու այսի մենք չենք արել։ Ասում է համ loss, համ accuracy-ին միջինացնում ենք checkpoint-երի window-ներով։ Ոնց որ մի հատ ամեն ինչի վրայով մի հատ լղոզում է, էլի։ Համ loss-երը, համ accuracy-ները տենց մի հատ սվաղում է, նոր է գցում ես բանաձևի մեջ։ Հա։ Moment, փորձեմ կասել։ Ինձ ամենաշատ ուրեկած կետը էսա, ասում է ֆիտ անելը, մի հատ էլ կետ անելը։ Որ պետք է loss-ը 0-ի վար, դնի եկուսին մեկը։ Ոնց որ սինգոյդի ձերը մեկ բար։ Երևի բանում համար է ասում, բաղվեին համար է։ Այս էլ է ուժեղ բան, տիկ ես մենք չենք կարմանենք ոնց որ։ Մեր մոտ չկա անվերջ, ասել։ Ինչի։ Ես ասում եմ, եթե loss-ը տնես դրա, ստել ալ բան։ Բայց այդ միտքը հետաքրքիր է, կարող ստեղ պետք է դնել L-ը հավասար է I։ L-ը հավասար է yes, էլի։ Ինչ։ Չկա, պրոստը ինձ թվում է սրանով բան է անում։
Ոնց որ չի թողում, այդ optimization-ը հաստատ դաժե 1000 կերպով կերել։ This helps to avoid the cases when the fitting function degenerates for very noisy data and ladder models are too small to start doing well on certain tasks. Կյանքները հեշտացրել են, նույնիսկ թվում է արդար է։ Ասում եմ մենք էս անում ենք actual task loss-ով, ոչ թե predicted, ու relative error-ը ելնում է 3% մի մոդելի համար, 3.5% մյուս մոդելի համար։ Որից թվում է վատ չի։ Հիմա այս երկուսը կպցնում է իրար ու ստանում է ինչ-որ մի բան։ Եկեք տայինք ինչ։ Ինձ շատ օգուտ կլինի, որ երկու առանցքով է generalizer-ը դրվես, ոնց որ scaling layer-ում միշտ են տան, ոնց որ ինքը ստե է գետերը ունեցել fit արել, եկեք այն predict անով շատ կայք։ Ու MML-ուն ոնց որ մեջներից հաջողն է ստացվել, տեսեք այն ARC-ին ինչ տիպի վատ է արել։ Այդտեղ բանն հաստատել են, որ O3-ով գրեցին են։ Այն որ O3-ով գրեցին են։ Հա։ Ինչ Yandex search կա, Yandex-ով։ Հա։ Կարող է։ Հա, կարող է, լավ, օքեյ։ Այնի ARC-AGI-ա ինչա։ Okay, այս բանը, հա։ Հարց ու պատասխան այլի։ Այսինքն հարցերը։ Որ բջիջներն են թթվածի նման տալի։ Չգիտեմ։ Ոնց որ reasoning չլինի, չէ, խելքի լինի։ Բայց այդ դրանց վրա ուժեղ բանը underestimate-ը արել։ Այսինքն ինքը predict-ը արել այստեղ, բայց իրականում եղել են լավ վերև։ Այստեղ է որ հակառակն ա եղել։ Այս միակ ոնց որ վատ case-ն է։ Ստե պետք է ուրախանային, էլի։ Կանխատեսել էին, որ այսքան կսովորի, շատ է սովորել։ Այս միակ դեպքն է, որ վատ է եղել։ Հա։ Հեսա տեսնենք, ինչ որ անալիզներ ոնց որ անում են։ Այդ ARC-ում ասում է երկուսն էլ սխալ են կարել, համ step 1-ում ենք loss-ը վերև կրակե, համ step 2-ում accuracy-ն ցածր ենք կրակե։ Դրանք հիմա առանձին բաներով նայում է, ֆիգյուրներով։
Իսկ ընդհանուր առմամբ ոնց որ առանձին վերցրած թեփ 1-ը 0.2-ից 1.2% է relative error-ը, որը ասում է իմ կարծիքով արդեն նշանակում է, որ equation 1-ը ճիշտ էր օգտագործել այդ բանաձևը։ Իսկ երկրորդ քայլում 0.4-ից 2.6 relative error, հիմա եկեք մի հատ այդ կորերը նայենք էլի։ Այս սրանք ոնց որ պարզեր չէ, էսի ստանդարտ scaling law-յոտ նկարներ է, բացի այս սրանցից, որ ոնց որ ավելի լավ է եղել։ Իսկ այս շատ հետաքրքիր է։ Նայեք ինչ տիպի, տեղ կա գծային է, ամենը։ Հետաքրքիր է, այսի վերջում կգնա 0.1-ին։ Այս տարբեր բաներով է, կտորներով է ոնց որ zoom-in արած։ Հա։ Հա։ Այնքան է ցույց տալի, ինչքան պետք է, էլի ոնց որ ոչ թե ամբողջը։ Ստե ինչ կա հետաքրքիր նայելու։ Երևի տեսանելի է, որ այն ամենավերջինում վատա ֆիթ եղե։ Տեսնում եք, ոնց որ շատ noisy է, էլի այս կետերը։ Ոնց որ internal variance կա լիքը։ Prediction չի։ Որի մասին ես մի հատ է։ Prediction այս երկու կետն է մենակ։ Հա։ Այս սև գիծը ֆիթն է։ Ապրես։ Այո։ Չգիտեմ, ինձ թվում է շատ լավ է այս ժողովուրդ, ես երբեք չէի սպասի դաժե այսքան բռնած։ Երևի, հա։ Չգիտեմ ճիշտ ասած, մեկը սիգմոիդ էր մնալու։ Ուղղակի կարող են ան ու բեն շատ էր ազատության աստիճան տվել, էլի, որ թողում է համ սիգմոիդը սենց սխմել, համ վերև տանել։ Կարող է առանց այդ կետը ֆիքսելու տենց շատ անճոռնի սիգմոիդներ սովորի։ Հա։ Որ այդ կետով անցնի։ Բայց ասենք փոքր ստացվում փոքր մոտակետի դեպքում, ինքը սենսոր է։ Հա, այսինքն իր train արած ամենամեծ մոդելը, որը 1 միլիարդ է, հասնում ասենք 36% accuracy, իսկ այդ մեծ մոդելները 50% accuracy են հասնում։ Ու ինքը ոնց որ մինչև 36 ունեցող մոդելներով predict է անում, որ այնի 50 լնելու է։ ամենամեծ չափը ու բարի վրա է։ 1.3 միլիարդը իր փոքր մոդելների ամենամեծն է,
տեստ անում 7 միլիարդ ու 13 միլիարդի վրա։ Այսի շատ նման է նրան, ինչ որ մենք կանենք դնել այդ the risk is very high. Իսկ ստեղ ու fine-tuning է։ Step fine-tuning չկա։ Training-ը բավարար է, որ ստացել է տապակասի։ Դե բայց ինքը որ downstream pass-ի համար downstream դա ստոր ճիշտ է մենի գլոսը։ Հա, Nei consulenti CC diceva che RGA test e i giorni facciano 10 perché offre cercare di l'altro RGA è fuori e qui hai una offre poi da fatto per la stessa facciamo un cercano sulle parti che facciano le compere e le sai piano di by the element of Sadhana, Sadhana, how many days? Because we want to go to the release, you will be what's it to your honor and it's not the general. Ora also digital down the material. Right? They can't have a cheese and that's far down the word and go on a free from the part like that. Or to that, I see that you can follow the rather than the bias and this the down the bar to why make up car. Right, all the incident, none of that or not. Or are very fantastic on it. The car must still the one of the first and this kind of check out the thing that is completion. Just gone. Honestly, for the right one out, but the very on the great very young apartment. The turn up is automatic apartment. There's a comment about the all the music by the for better than as much as Հա, բայց ոնց որ ոնց հասկանում եմ շատ պոտենցիալ է բանը։ Հիմա երկու այս Էդի պատմում են շատ է։ Երևի տոնը կարելի է չի պատմել։ This hamar չտա։ Ապեշ մուրացում դիտես նոր Yankandık sayılı olarak ciddi kurtarılması değil mi? Yandan
Շվեյցարացիների վրա են ծախել, տես բան։ Մի րոպե։ Այդ շատ հետաքրքիր է, պետք է այդ մարդկանց հետ ընկերանալ, տենալ էդի вообще աշխատում է, թե չէ։ Մի պահ հիշում եք, մեծ շուխուր արեցին, որ շվեյցարական AI սուպերկոմպյուտերը։ Այս է հլնայք 10,000 հատ NVIDIA Grace Hopper։ Շատ հետաքրքիր հարց է, թե սա ինչ-որ մեկը կարացել է աշխատացնի, թե չէ։ Ես այն օրը հատուկ նորից Google եմ արել, որտեվ այդ որ Հայաստանում ուզում են սուպեր մեծը սարքեն, իրանց էլ էր NVIDIA-ն ասել կարող է GB200-ից ուզեք։ Ես ասի ժողովուրդ զգույշ եղեք, չի կարող է մնաց էր վրա։ Լսի, երևի train անելու համար էլ է, բայց ոնց որ հələ էկոսիստեմը սարքած չի։ Ու այդ որ սարքում է եկածը։ Ես եկածը որ GH10, GB10, չէ։ Իդեպ ստեղ պետաֆլոպերի մեջ շատ ուժեղ խափում են ժողովուրդ, որովհետև այս Blackwell-ը ոնց որ FP4 է սփորթանում։ Ու ոնց որ FP4-ով են այդքան ֆլոպ ստանում, բայց այդ FP4-ով ով է կարողանալու train անի, դա էլ է մեծ հարց էլի։ Մենք 16-ով ենք անում, մենք օրինակ 8-ով չենք արել երբեք։ Դե մեր իրականում մենակ հաշարումներն է, որ սփորթեն անում։ Բայց չենք էլ փորձել իհարկե։ Հա, էկրանին լավ չեք տեսնում, ուրեմն each project digits featured 128 GB of unified coherent memory, աչքիս հետ ամի ձև խառնած իրար այդ RAM-երը եւ 4 TB storage ու ասում է, որ կարելի է դրանով 200 միլիարդ parameter language model-ը run անել, inference անել։ Չգիտեմ, ախպերեսի ինչ է։ Так, ես էլ նայենք ու երևի հերիքա ժամոք էսա խոսում եմ։ Նայեք, ասում եմ որոշ task-եր դժվար է իրոք predict անել։ Ասում եմ օրինակ, եթե test set-ը փոքր լինի, ինչ ուզում ես արա էլի։ Եթե test set-ում վատ օրինակներ լինեն, շատ դժվար հարցեր լինեն, հա, այս փոքր ladder-ի մոդելներով չենք կարողանալու predict անենք։ Ու ասում եմ մենք կարծում ենք, որ 3 տեսակի պատճառ կարա լինի, որ prediction-ը փչանա։ Առաջինը, որ task loss-ը մեծ վարիանս ունի։ Այդ չգիտեմ, ինչի չի առաջարկում նույն բանը 6 անգամ train անել։ Մի հատ էլ այդ առանցքով միջին հասնել։ High variance in task accuracy։ Եվ ասում է, ոնց որ երբ որ task-ը շատ դժվար է, այդ փոքր մոդելների վրա համարյա random արդյունք ստանաս, այդ մոնոտոնությունը չլինի։
Աճը չլինի вообще, որից էլ չես կարողանա ինչ-որ բան սովորես։ Ու ասում եմ, մենք փորձել ենք այդպես բան անենք, որ intermediate checkpoint-երը օգտագործենք, եսի ինչ անենք, ու փորձենք noise-ը հաշվենք loss-ի ու accuracy-ի։ Հələ տեսեք ինչ է ասում, relative standard deviation, ասում է վերցնում եմ վերջին n checkpoint-երի, ասենք թե loss-ի standard deviation-ը նորմավորած միջինով, ասում եմ, եսի մոտավոր ոնց որ հարաբերականորեն այսքան վարիացիա ունի։ Եկեք տեսնենք figure 5-ից կարում ենք հարսանենք հետի։ Intermediate checkpoints and relative standard deviation over the final 10 checkpoints as the 10 1 միլիարդանոց մեծ մոդելի համար։ Այս երկու թազքերի վրա։ Հա, ոնց որ ուզում ասի, որ MMLU-ում loss relative standard deviation-ը եւ accuracy relative standard deviation-ը շատ փոքր են, իսկ open book QA-ում ավելի մեծ։ Մասնավորապես accuracy-ն շատ մեծ։ Այսինքն տարբեր checkpoint-եր, որ նայում ես, իրար շատ մոտիկ loss-ով կարող է շատ տարբեր accuracy-ներ ստանաս։ Տեղինը final checkpoint-ն է, կանաչները intermediate checkpoint-ներն է։ Շատ վատ է երևում կներեք։ Տեսնենք ինչ է ասում։ Ոնց որ ասում է այն task-երը, որոնց համար այս SD10-ը եղել է փոքր, MMLU-ն ու Hellaswag-ը, իրանք ավելի քիչ prediction error են տվել ամենամեծ մոդելի համար։ Դա table կա։ Table 4, իվարկյան table-ով ասեմ։ Ոնց որ ասի, եթե կարելի է կանց Այստեղ task-երը դասավորած է ըստ loss select-ը։ Այսինքն loss-ը վերջին 10 checkpoint-երում ինչքան հարաբերական standard deviation-ը ունեցել։ Ասում ես Vinogrande-ն ու Bolkyon, ոնց որ շատ վատ էր։ Դրանց վրա մեր prediction-ները, հիշում եք, այն 8-ից вообще հանել էր, այստեղ հիմա 11 կա։ Ու prediction-ները հենց ինչքան ասեք ստալվել ենք, էլի։ Իսկ այս տակի 4 հատը, որ այս ծրերը փոքր են, այս էլա փոքր, standard deviation-ները փոքր է, կարող է հետաքրքիր բան է, չէ՞, հետո։ Իսկ որ check-point-ը այնտեղ այդին քիչ է։ Որոնք որ վերջին մեծ մոդելների հիմարի բանալու քան իրանց մենակ վերջի checkpoint-ը ու մենակ այդ չէ։ Բայց լղոզած բան կար ինքը միշտ վերջի 5 checkpoint-ի միջին։ That's going to take a mark.
ինքը մենակ վերջ չի։ Հասկացա, այս աչքում Միշտ Երևի այսքան է ժողովուրդ, ոնց որ բանաձևի տեսքը Աստորեն այս ստանդարտ դերիվատիվները բանում դատարկին են։ Եթե բիժնի բանալի, տեքստ ասում կարող վերդարձնել, Այդ լավ ես ասում, նայ իրանք անում են 4 Մենակ այրելուն որ չկա, այդ արդեն օքեյ է։ Այսինքն եթե մենք Wait, decay մասով հարցեր են WSD մասով։ Այս պրոբլեմը սերում է շուտ դրա համար Հետո ասում են, որ հետո դու շարունակես, այն միջը դիքշնու կետի շարունակի, դու չեկորտս է բարա, այն բարաչ։ Դե շարունակի։ Ես վերջերս դրանք ինֆրուկտուզեր ավտոմատություն են, այն ծը շարունակի, դիգր դիգայլո։ Ու կարողացում են դու ոնց որ բաց ինգրեդիենտ ես ստանում։ Ոնց Zora, Chikeka, those Zori Paul, that's why the Palawan is presented. Who are therefore, often Japan the great functional area. Therefore, it's a every child, yes. Learning like a process of just on books. You want to say that? Shorten surface to assumption. Whether we are knowledge, we have data, look at stay answer to this. After the data. Often chose okay, and for the explanation of other optimal. Right, the document շատ մեծ տապերություն է տալի ու այդ հոդվածից եմ էլի ենթադրում շվատ աշխատում warm up stable decay simplified այս չէ այս understanding-ն է հենց
Հեսա։ Սա բացի էլի։ Պես ոնց որ այդ get-նա, ձորնա եւ այլն։ Եսի learning rate schedule-ների գրաֆիկներն է։ Մենք գնանք lossy գրաֆիկ։ Այս հոդվածի ամենաթանկ նկարը եթե բացի What user նկարը։ Այսա։ Նայեք, ուրեմն այս ներքևի աճում գրածա ինչա լեգում, ասում եմ, եթե այդ ելք Yes, direct income, direct current cost of production. Yes, that's additional, that's additional, direct training. This guy has all of the Պետք է training guys կապուտը։ Հիմա այդ նույնը անում է տարբեր քանակով պարամետրերի համար ու ոնց որ ընդհանուր trend-ը այնա, որ եթե DK չաներ ոնց որ այս տենտերի կապուտը, բայց այս DK-ներով իջնում է ասում է գազերագույն։ Այս 0.6-ում вообще պահավոր չէ, ասենք ես կողմի չի դահացել։ Armen-ին հարցրին միջև 10 օրը չի ասում է եթե այդ պայքին են մական ավելավա 10 օր չի Ես ստացվում որ Armen-ը այս հոդվածը շիտ է ու իր ինֆլուենսայով այս DK-ի հետո բարձրանալը պետք է մի քիչ ավելի վատ լինի, քան եթե այդ ստերի շարունակեիր։ Ասում եմ ճիշտ դուրս գալը վտանգավոր է։ Լավ, սովորածը դեռ չի։ This is the kind of trade Это диска, էլի։ Այսքանը, ինձ թվում է արժի ես դրանք մտքում պահել։ Thanks. Thank you all.